Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Արցախադրոշը Արարատա-Ջունապատ գագաթին իրա։ Իրանը պատասխան հարվածներ է հստրալ Բահրեյնինը Հորդանան ամերիկյան բազոցի իրան։ Թեազյակիր քաղաքամշակութային ժառանգության մասին։ Նինոցմինդան վերածվալա Վարդերի քաղաքի։ Վանաբերդը Ուրարտուի հզոր մայրաքաղաքի միջնաբերդը։ Ախալքալաքը համույթները հաջողությունով հանդես են եկալ Գաբրիել Սնդուկյանի թատրոնումը։ Իրանը արագորեն վերականգնալ Ամերիկա-Իսրայելի հարվածներից վնասված ենթակառուցվածքները։ Հայկական արվեստը Ամերիկայում հիթերի հեղինակներից մինչև ջազի նորարարներ։ Արցախադրոշը եւս մեհեցածանվալա Արարատ լեռան գագաթին Facebook-յան օգտատեր Հերմինե Զարքարյանը յուրանեջումը հուզիչ տեսանյութը հարապարակալ շտեղարվամաթա հունցայինքը հաղթարելա բարձունքը հստում Արարատա Ջունապատ գագաթին ու հպարտությամբ ծածանում Արցախադրոշը։ Հաղորդումա Բահրեյնում ամերիկյան ավատորմի շտաբի ու Ալ-Սահիրի ռազմակայանի հարձակումների մասին խոցվան վառելիքի պահեստները, բունկերները ու զորանոցային շինությունը հաղորդումն իրանական ԶԼՄ-ները Հորդանանում հարձակման ենթարկվալ ինքնաթիռների անգարնա տրանստեղ սպասարկման կետերը։ Կորնելի համալսարանի հրատարակչությունը լույս անցյալ ժառանգության հետաքննություն մշակույթը հայ-ադրբեջանական հակամարտության առաջնագծում Heritage Forensics Culture on the Front Lines of the Armenia-Azerbaijan Conflict գիրքը վերիհեղինակներն են Լորի Խաչատուրյանը, Ադամ Սմիթը, Յան Լինդսեյը, Հուսիկ Ղուլյանը։ Աշխատությունն ներկայացնում է մշակութային ժառանգության ոչնչացման, յուրացման, պաշտպանության խնդիրները, առաջարկելով ժառանգության հետաքննություն, նորարարական մեթոդաբանությունը, համադրում է արբանյակային պատկերների վերլուծությունը, թվային տեխնոլոգիաները, պատմական աղբյուրներն միջ գիտակարգային հետազոտությունները մշակութային ժառանգության նկատմամբ կատարված խախտումները փաստագրել նպատակով։ Գիրքում առանձնատուկ տեղահատկացում Արցախը ու Նախճեվանը հայկական պատմամշակութային ժառանգությանը հեղինակների վերլուծումն 1988-ից 2023 թվականների իրադարձությունները անդրադառնալով հայկական եկեղեցիների, վանքերի, խաչքարերի ու այլ հուշարձանների ոչնչացման ու յուրացման դեպքերին։ Վերջին տարիներին մեր քաղաքում իրականացման բազում ենթակառուցվածքային շինարարական աշխատանքներ վերանորոգվալու վերակառուցվալը հանգստի գոտիներ, պուրակներ, մանկական խաղահարապարակներ, մարզասրահներ եւ այլն։ Մհեն քաղաքը նմանա Վարդերի պարտեզի, ամենուր ղաշյանք վարդեր, դեկորատիվ թփեր ու մանկական ժպիտներ։ Նմանատիպ բարեփոխումներ իրականացվում են նաեւ մունիցիպալիտետի մի շարք շեներում։ Եթե փորձենք թվենք, ապա հնարա 2025 թվականին իրականացված ենթակառուցվածքային շինարարական աշխատանքների ավարտին Նինոցմինդայի քաղաքապետ Անի Վարդ Մոսոյանը նշել է հետեւյալը. շինարարական աշխատանքները իրականացրել ենք ու առաջիկա տարիներին նորից օնիկ նախագծեր, բայց ուղերձը մեր բնակիչներին ինել հարգալից ու քաղաքակիրթ ձևով վերաբերվել եղածին վեր կարինք, նորը կառուցենք, այլ ոչ թե իր լեզը վերանորոգենք։ Վանիմբերդը վերագտնում է ներկայիս Թուրքիայի տարածքում Վան քաղաքի ծայրամասում հնագույն Տոշպա քաղաքի միջնաբերդն արքայական նստավայրն է։ Տոշպան Իլելա Ուրարտու թագավորության առաջին մայրաքաղաքը Բերդը հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ 9-րդ դարում, շուրջ մեր թվարկությունից առաջ 834 թվականին Ուրարտուի արքա Սարդուր առաջինի օրոք։ Յուրանստոնի պալիստրները կառուցված են խոշոր սրբատաշ բազալտե քարերից առանց շաղախի կիրառման ինչը վկայում է օրարտական ճարտարապետության պետություն մակարդակի մասին։ Ավելի ուշ ժամանակաշրջաներում վերին հատվածներում ուվիլացվան հում մաղուսից կառուցված աշտարակներ ու պաշտպանական կառույցն է։ Մոտ 100 մետր պիցրոթունով ժայռին իրան վեր խոյացող Վանաբերդը իշխում է Վանալճի արևելյան ափին հանդիսանալով հայկական աշխարհի կարևորագույն պատմաճարտարապետական հուշարձանների մինը ու Ուրարտուի պետականության հզորության խորհրդանիշը։ Ախալքալաքի 7 պարային համույթներն աշխողական դպրոցի դհոլահարների խումբը մասնակցան Երևանա Գաբրիել Սնդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում անցկացված միջազգային փառատոնին արժանանալով մեդալների ու պատվոգրերի։ Փառատոնի ընթացքում պատվոգիր է հանձնվել նաև ախալքալաքի ակումբների միավորման տնօրեն աշխողական շկոլի գեղարվեստական ղեկավար Աշուղ Ալիկ Ջավախքին հայ ու վրաց մշակութային կապերի ամրապնդման ու զարգացման գործում ունեցած ներդրման հետի։ Միջոցառման շրջանակում Ռուսաստանահայերի միության Կրասնոդարի տեղական բաժանմունքի նախագահ Վլադիմիր Մանուչարյանը շնորհակալագիր է հանձնել ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանին Վրաստանում հայկական մշակույթի պահպանման ու Ջավախքի գարուն փառատոնի իրականացման աջակցելի հետի։ Իրանը արագորեն վերականգնալ է վերջին ամիսներին Ամերիկայի ու Իսրայելի հարվածներից վնասված ենթակառուցվածքները։ Ըստ Wall Street Journal-ի տրանսփվում են կամուրջների նավահանգիստների լեռներում գտնվող հրթիռային բազաներ ու արդյունաբերական օբյեկտներ։ Սա մտահոգություններ է առաջացրել որոշ իզրայելցի պաշտոնյաների շրջանում։ Իսրայելը հոբ նախկին հրամանատար Ռան Կոխավը խոստովանալ է Թեհրանը ունի չափազանց տպավորիչ կարողություններ արդյունաբերական արտադրության ու վերակառուցման ոլորտներում։
Ամերիկայի հիմնադրման 250-ամյակի նվիրված հայկական արվեստը Ամերիկայում շարքի 3-րդ հոդվածը ներկայացնում է հայերի նշանակալի ներդրումը Միացյալ Նահանգների երաժշտական կյանքում։ Թեև հայկական ծագումը մի քանի հայտնի երաժիշտների անուններ լայնորեն ճանաչված են, իրականում ամերիկյան երաժշտարվեստում հայերի ներկայությունը անհամեմատ ավելի ընդգրկուն է։ Հայ երաժիշտները հանդես են եկալ որպես կատարողներ, կոմպոզիտորներ, բազմագործիկ նվագողներ, երաժշտական նորարարներ ու հայկական երաժշտական ժառանգության պահպանողներ։ Անկախ նրանից իրանք ստեղծագործան ամերիկյան թե հայկական երաժշտության ոլորտում ՄԽԼ արվեստագետն ոգեշնչվան հայկական հարուստ երաժշտական ավանդույթներից, ստեղծելով թազա ուղղություններ, ամրապնդելով համայնքային կապերը ու նպաստելով Սփյուռքում հայկական մշակույթի պահպանմանը, տարածմանը։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ այսքան պատրաստալ ապրիք ուշադրության հետի պնդկացիք։